Հայկական ներուժն Իսպանիայում է։ Այս անգամ ձեզ կներկայացնենք մեր հայրենակից Արման Մայիլյանին։ Ես ծնվել եմ Կարպի գյուղում, Աշտարակի ռայոն, որը կոչվում է Արագածոտնի մարզ։ Հրաշք տարածաշրջան, հրաշք գյուղ, լավ մարդիկ, շատ լավ բնություն։ Երևի դրանից է, որ տեղափոխվել եմ ստեղ էլի նույն բնության մեջ։ Յուրաքանչյուր հայ պետքա փորձի կապը չկտրի Հայաստանի հետ։ Իմ պարագայում երևի դա մի քիչ շատ է, չգիտեմ։ Որտեղ շատ եմ սիրում իմ երկիր, իմ Հայաստանը, ու մշտապես կապի ենք, թե քաղաքական առումով ինչ է կատարվում երկրում, տարածաշրջանում, անվտանգային առումով, կապը մշտապես է, եղել, կա ու լինելու է։ Մեր հայրենակցի համար երջանկությունն իր ընտանիքն է, 3 զավակների հայր լինելը։ Նրանց քրիստոնյա հային վայել դաստիարակությունը եւ ընտանեկան միասնականությունը։ Ամուսնացած եմ, ունեմ 3 զավակ, 2 տղա, 1 աղջիկ։ Հայրս ցավոք մեր հետ չի արդեն, մահացել է, բայց մայրիկս իմ հետ է, քույր, եղբայր, մեծ ընտանիք ենք։ Նշեցի Գերդաստան, իմ համար գոյություն ընտանիք, իսկ Գերդաստան ես նայում եմ իմ ազգը, իմ համար միշտ կարոտը կա, որովհետև ես կարոտում եմ իմ ազգին, իմ հողը, իմ ջուրը, իմ Հայաստան աշխարհը, իմ Արցախ աշխարհը, որը շատ սիրում, կարոտում եմ։ Ցավոք այս պահին մեր մոտ չի, բայց Աստծո հուսանք մի օր նույնպես մենք հետ կբերենք մեր Արցախը։ Նրա ամենամեծ երազանքը տեսնել Հայաստանը խաղաղ, ապահով, ուժեղ եւ հավատքով լեցուն։ Նրա պայքարող բնավորությունը ամեն ինչ արել է եւ անում է հայկականությունը պահելու համար։ Եթե կապ կա, ուրեմն մնում ենք հայ միշտ։ Ու նույն ձև դաստիարակում ենք մեր երեխաներին, մեր զավակներին, մեր հարազատներին, մեր կողքի մարդկանց, ինչքան էլ մենք դրսում ապրենք, անկախ նրանից 30 տարի, 30 տարի դա կապ չունի, մենք հայ ենք, ես տեսակով հայ եմ ու շատ ուրախ եմ, որ հայ եմ հենց ծնվել։ Իմ համար միջավայրի կապ չունի, որտեղ էլ լինեմ, տարբերություն չկա, նույն հայացի մենք ապրում ենք, մնալու ենք։ Բարսելոնայի սրտում, կատալոնական հավատքի կենտրոնում քարի մեջ կյանք առած մի աղոթք կա, հայկական խաչքար, նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այն ոչ միայն հուշարձան է, այլև հայապահպանության ու անկոտրում ոգու խորհրդանիշ հազարավոր կիլոմետրեր հեռու։ Խաչքարը տեղադրվել է 20 թվականին, 2020 թվականին, օծվել է 21 թվականին, նշան մեր 1915 թվականի Սուրբ Նահատակների հիշատակին, որը օծվել է մեր Խաչակ Սրբազանի կողմից այս հրաշք միջավայրում։ Քանի որ ես ինքս հայ քրիստոնյա, հայ եկեղեցու զավակ, չէի կարող անմասը մնալ մեր Սուրբ Նահատակների հիշատակին, որ այս երկրում, այս քաղաքում, թեկուզ ունենք մի հատ էլ նորից խաչքար ունենք, Մոնջուիկում տեղադրված, բայց փորձեցի այս էլ տեղադրել, որը գրված է վրան Եղեռնի հիշատակի նվիրված։ Նրա ջանքերով է, որ Կատալոնիայում կաթոլիկ եկեղեցու մի ամբողջ հատված ծառայում է որպես հավաքատեղի հայ առաքելական եկեղեցու համայնքի համար, որտեղ անցկացվում են հայկական պատարագներ եւ ծիսակարգեր։ Եկեղեցին կաթոլիկ եկեղեցի է, որը գտնվում է Բարսելոնայում, Պետրալբես թաղամասում, Սուրբ Մարիամ Թագուհու անունով, Մարիա Ռեյնա։ Իսկ այս մասը դառել է արդեն հայկական մատուռ, մեր սրբապատկերներով, Սուրբ Մարիամը, Սուրբ Գրիգոր Նարեկացին այս կողմի վրա, այս մյուս կողմում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ունենք, բացված ստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչված։ Ստեղ միսը 2 անգամ պատարագ է լինում հայկական։ Հայ Սուրբը գալիս է Մադրիդից, բայց շուտով մենք ունենանք մեր հոգևորականը արդեն, միշտ ամեն շաբաթ
Օրինակ պատարակները թե փոքր է լինում, ես մատուրում ենք անում, իսկ եթե բնականաբար մեծ, արդեն մեծ սրահում։ Բարսելոնան շատ ակտիվ է, դաժե զարմացել ենք մի քանի օր առաջ Եղեռնի հիշատակին լեփլեցում էր սրահը, լեփլեցում, դուրսն էլ տեղ չկար նստելու։ Ու դա շատ գովելի է ու հուզիչ։ Իսկ որ ունենք արդեն ունենանք մեր հոգևորականը, համոզված եմ, որ ավելի շատ հավատացյալ մարդիկ կշատանան, ավելի կմոտենան դեպի եկեղեցուն մեր։ Որմնանկարները տարբեր են երկուսը, այս Արելա Գևորգը Հունաստանից, Գրիգոր Նարեկացի, մեկ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երկուսը Արելա Գևորգը, իսկ այս երկուսը Հայկն Արել, բնակվում է Ռումինիայում, որը նաև ամբողջությամբ նկարել է Եկեղեցին Աբովյանի իսպանացի կաթոլիկներին, որ ստեղի հոգևորականի կողմից շատ հրաշք տևով ընդունվեց, նույն օծման արարողությունը մեր հետ մասնակցել են։ Շատ գովելի է ու շնորհակալ ենք կաթոլիկներին, որ այսպես հնարավորություն են տվել կարողանանք մեր փոքրիկ անկյուն ունենանք առայժմս մինչև Աստծո կամքով կունենանք մեր արդեն հայ առաքելական եկեղեցին։ Այս եւ բազմաթիվ այլ հայանպաստ նախաձեռնությունների հետևում կանգնած է մեր հայրենակիցը Արման Մայիլյանը։ Այսօրվա հայկական միջավայրը գնահատեմ բավարար ու գնալով ավելի լավանում, դե մենք որպես կլասիկ համայնք ձևավորված չենք։ Բարսելոնայում հիմնական 99.9%-ը Հայաստանից եկած 90-ականների վերջ 2000-ականների հայեր են, որոնք բնականաբար լավ պայմաններից դուրս չեն եկել, բայց ասում փառք, բոլորն էլ հիմնական մարդիկ աշխատում են, ունեն իրենց գործը, Բարսելոնայի համայնքը կազմակերպման առումով հիանալի է։ Իսպանիան այդքան էլ զարգացած չի այդ առումով, ֆինանսապես որ կարողանա օգնի, բայց բնականաբար թույլ տալիս է ու խտրականություններ չկա, ասենք, փոքրամասնությունը նորմալ, տարբերություն չկա, ազատ մեր միտքը, մեր ծրագրերը արտահայտում ենք յուրաքանչյուր պարագայում։ Երևի սկզբի նահանգն ա եղել, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել է Կատալոնիան, այն նույն Մադրիդը չի ճանաչել, բայց Կատալոնիան ճանաչել է, միշտ ունենք մի քանի կազմակերպություններ, որ միշտ կապի են նույն ղեկավարների հետ, պարլամենտի հետ, հարգանքի տուր, միշտ ընդունել են ու մեր կողքին են։ Կատալոնիան իմ կարծիքով ավելի բարձր ու ճիշտ է գնահատում հարաբերությունները Հայաստանի եւ Իսպանիայի պարագայում Կատալոնիայի մեջ։ Ծրագիր ունենք կար ժամանակում ունենալ մեր հայ առաքելական եկեղեցին։ Շուտով կունենանք մեր հոգևոր հովիվը, որ մշտապես կլինի Բարսելոնայում։ Հիմա ունենք երկուսը Մադրիդում է մեր հայ սուրբը, մյուսը Մալագա քաղաքում, որտեղ ունենք մեր հայ առաքելական եկեղեցին արդեն 2-3 տարի արդեն գործում է։ Դրա համար շատ ուրախ եմ եւ որ մասնիկն եմ կազմել այդ եկեղեցու շինության կարելի ասել կամ կյանքի կոչելու։ Դրա համար շատ ուրախ եմ, հուսամ կարճ ժամանակում ունենանք Բարսելոնայում նույնպես հայ առաքելական եկեղեցի, որը շատ կարևոր է։ Միշտ իմ համար իմ պրիորիտետներից մեկն է, որ պարտադիր պետք է այս քաղաքում լինի, որտեղ հավատացյալ ժողովուրդը շատ են, իսկ եթե լինի հայկական շունչ, նույն հայկական քարը մերին այդ շունչը, համոզված եմ, որ ավելի շատանալու են մեր հոգևոր ժողովուրդը, հավատացյալ։ Ու դա փաստ է, որ ինչքան ասում մոտ այնքան թե գործերը, թե նպատակները, թե ծրագրերը պաշտպանված ու կյանքի է կոչվում։ Արման Մայիլյանը տարիներ շարունակ զբաղվում է բարեգործությամբ։ Նրա յուրահատուկ սկզբունքներից է երբևէ չխոսել, չբարձրաձայնել արածի մասին։ Ըստ նրա, բարեգործության ողջ ուժն ու կարևորությունը հենց լռության մեջ է։
Արման Մայիլյանի նվիրատվության շնորհիվ է նաև Կիևի Սրբոց նահատակած հայ առաքելական եկեղեցու պատերն ամբողջությամբ զարդարվել սրբապատկերներով եւ շքեղ որմնանկարներով։ Մայիլյանների ընտանիքը միշտ եղել է ձեռք մեկնողների շարքում։ Նրա բոլոր գործերի հիմքում հզոր հավատքն է առ Աստված։ Պատերազմից սկսել հենց առաջի օրվանից բնականաբար մեր ուժը եռանդը դրել ենք օգնել մեր պետությանը, մեր երկրին, մեր սահմաններին, մեր տղաներին։ Այնտեղից հենց Հայաստանից է սկսվել օգնությունը, վերադառնալով հենց առաջինը, որ կազմակերպել ենք Բարսելոնայում, սկզբից ոչ մի արձագանք չի եղել պետության կողմից, նույն Կատալինայը ոչ մեկ չի արձագանքել, ասես ոչ մի բան չի եղել։ Հանգիստ ոչ մի տեղով ցույց չէին տալի, չէին բարձրաձայնում, մենք էլ փորձեցինք աղմուկ բարձրացնել, մտածեցինք ինչ-որ բանով կարողանանք ստիպել, որ բարձրաձայնեն ու շատ կարճ ժամանակում, շատ օպերատիվ փակել ենք միջպետական ճանապարհը, ավտոբան Ֆրանսիայի սահմանից մոտավորապես 40 կիլոմետր կաոս ստեղծելով 8 ժամ թե Ֆրանսիայի կողմ, թե Իսպանիայից դեպի Աֆրիկայի AP7 միջմայրուղային ճանապարհը ու պահանջելով, որ պետքա բարձրաձայնել ու խոսել պատերազմի մասին, չլռել։ Ու դա մեր մոտ ստացվեց, նույն վերտալյոտներով նկարեցին, նույն տելևիզորով ցույց տվեցին, հետո խնդրելով, որ խնդրում ենք բացեք, մենք սկսենք հաճախակի արձագանքել։ Դա եղել է առաջի քայլերից մեկը, նույն Թուրքիայի կոնսուլствայի մոտ էլի ակցիաներ ենք արել ու դրանից հետո անցել ենք զուտ հումանիտար օգնության, որը որպես փոքրիկ համայնք համոզված եմ, որ ստացվել է մեր մոտ։ Անձնականի մասին չեմ ասում, համայնքի կողմից բոլորը միանշանակ ուժու եռան չեն խնայել, 24 ժամ իրենց ուժը դրել են ինչ-որ մի բանով օգտակար լինենք, ստացվել է, արել ենք, կազմակերպել եմ ես իմ ընկերներով, տարբեր աշխարհի տարբեր տեղերով 24 ռեոմոբիլ եմ ուղարկել Հայաստան, ամբուլանս այս պահին էլ աշխատում, մարդկանց կյանքեր փրկում ու փորձել ենք մաքսիմում ինչ հնարավոր է եղել է, կարողանանք օգնել մեր տղաներին, մեր պետությանը։ Մենք անվախ ժողովուրդ ենք, բայց չգիտեմ խի բոլորը վախի մեջ են։ Մեր ազգի տեսակը չի եղել, մենք պայքարող ազգ ենք, պայքարող տեսակ ենք, անկախ նրանից թե մեր դեմ ովքեր են կռվում, պետքա ինձ թվում է պետքա ճիշտ կազմակերպել ու թե հրամանատարական կազմը, թե ղեկավար կազմը համոզված է, որ պատվող դուրս կգանք այս վիճակից։ Որպես այդ նվիրվածության վկայություն 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախին ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել է երախտագիտություն մեդալով։ Նա միշտ ամուր կապեր է ունեցել Արցախի եւ նրա եկեղեցիների հետ։ Մեր հայրենակցի բոլոր գործերի հիմքում հավատքն է։ Հավատքն է առ Աստված։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս նա բաց չի թողնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կիրակնօրյա պատարագին մասնակցելու առիթը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցինք եւ զրուցեցինք նաեւ հայր Շնորհքի հետ, ով փաստում էր Մայիլյան ընտանիքի բարեգործությունների եւ եկեղեցուն նվիրված լինելու մասին։ Շնորհակալ եմ մեր ողջ հայությանը Իսպանիայում ապրող, նաեւ Կատալոնիայում ապրող հայությանը,
եւ հատկապես ի մասնավորի մի քանի ընտանիքների, այդ թվում նաեւ Մայիլյան ընտանիքի, մեր սիրելի Արմանի, որոնք մշտապես եկեղեցու կողքին են եղել։ Թե իրենց մասնակցության պատարակներին, թե համայնքի կազմակերպչական եւ թե նաեւ այդ գործունեությունը իր գեղեցիկ դրսևորումը գտավ հենց Բարսելոնայում շատ կարևոր եկեղեցու մի բակում, երբ որ տեղադրվեց գեղեցիկ մի խաչքար ի հիշատակ հայոց ցեղասպանության սուրբ նահատակների։ Մենք գիտենք, որ Իսպանիայում բավականին դժվար է ցեղասպանության վերաբերյալ որևէ մոնումենտ կանգնեցնելը, որովհետև իսպանական կառավարությունը դեռևս չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, եւ շնորհիվ մեր սիրելի Արմանի կարողացանք իրագործել այդ կարելի ասել երազանքը եւ վստահաբար տեսել եք, որ հենց խաչքարի վրա կա արձանագրություն, որտեղ գրված է, որ այս խաչքարը տեղադրվել է հենց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի համար։ Եվ այդ գեղեցիկ նախաձեռնությունը, երբ որ տեղի ունեցավ, Եվրոպայի մեր սրբազան հայրերը նաև մասնակից եղան Իտալիայից, Ռումինիայից, եւ շատ շքեղ կերպով կատարվեց նաև խաչքարի օծումը եւ խաչքարի բացումը։ Եվ հիմա այդ եկեղեցին չնայած պատկանում է կաթոլիկ եկեղեցուն, բայց դարձել է հայության հավաքատեղի, որտեղ որ մենք հավաքվում ենք այնտեղ, պատարակներ ենք մատուցում, նաև պատարակից հետո կարողանում ենք մեկս մյուսի հետ շփվել, հարցնել, այդ հայկականությունը պահել։ Մշտապես եկեղեցին լեցուն է եւ համայնքը շատ կենթանի է, որովհետեւ շնորհիվ նորից եմ ասում մեր Արմանի եւ մեր մյուս հայրենակիցների, որոնք իրենց վրա են վերցնել նաև այդ կազմակերպչական աշխատանքը, որովհետև պատարակ կազմակերպելը իրենց ենթադրում է կազմակերպչական գործունեություն եւ իրենք այդ գործունեությունը կազմակերպելով այդ բեռը եկեղեցու եւ հոգեվորականի վրայից իրենց վրա են վերցել որոշակի առումով, որովհետեւ այդ առաքելությունը կատարյալ դառնա, ամբողջական դառնա։ Կարող եմ նաև գոհունակությամբ նշել, որ կաթոլիկ եկեղեցու հետ հարաբերությունները այնքան ջերմ են, որ նրանք իրենց յուրաքանչյուր եկեղեցի, յուրաքանչյուր ժամի պատրաստ են տրամադրելու մեզ, որովհետեւ մենք կարողանանք այդ եկեղեցիներում հայկական աղոթք, հայկական պատարակ հնչեցնել։ Բայց վստահ եմ, հաշվի առնելով համայնքային տենդենսները, այն աշխատանք, այն նվիրվածությունը, որ կա այդ համայնքներում, վստահ եմ, որ շատ չի ուշանա եւ նաեւ ականատես կլինենք հայկական եկեղեցի օծելու խաչքարից հետո։ Այս բախտ եմ ունեցել, որ նաև Արմանի ընտանիքի հետ եմ ծանոթ, շատ հրաշալի ընտանիք ունի, լուսավոր զավակներ, կինը, մայրը, մի լուսավոր կին, որ այդ մեծ մոր նման բոլորին իր թևերի տակ է հավաքում եւ բոլորին միավորող ուժն է այդ մեծ ընտանիքի։ Իր եղբոր հետ, քրոջ հետ, քրոջ զավակների հետ, որ նորից լուսավոր զավակներ են եւ հպարտ են, որ օտարության մեջ կան այդպիսի հայեր, որ մեզ այդ ձևով են ներկայացնում, որ մենք նաև այդ տեսակ ազգ ենք, ստեղծագործ, լուսավոր, ձեռքբերումներ ունեցող, մեր տեսակին համար միշտ պաշտպան կանգնող եւ Արմանը մեր Կատալոնիայում այդ հայի, մեծատար հայի գեղեցիկ ներկայությունը ապահովողն է, որ միշտ ամեն անգամ մեզ հպարտանալու առիթ է տալիս եւ վստահ եմ նորից շարունակելու այդ հպարտությունը փոխանցել բոլորիս։ Աստված թող պահապան լինի իրեն, իր լուսավոր զավակներին, որոնք վստահ եմ այդ ավանդությունները ընտանեկան ջերմ շարունակելու են։ Արման ջան, քեզ ուժ կարողություն, ցավ տանեմ։ Միասին։ Միշտ մեզ տենց հպարտացնես։ Արման Մայիլյանի կապը սերտ է նաև կաթոլիկ աշխարհի հետ, ինչի վկայությունն է նրա հանդիպումը Հռոմի պապի հետ։ Նրա միջոցներով Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Զորավոր խաչ խաչքարը։ Իսպանիայում մեզ նաև բախտ վիճակվեց հանդիպել ֆուտբոլային հայտնի գործակալ Էնդի Բարայի հետ, ով հանդիսանում էր Արման Մայիլյանի մտերիմ ընկերը։ Արման Մայիլյանը բոլոր հնարավորությունները ծառայեցնում է մեկ նպատակի՝ ճանապարհ հարթել մեր հայ ազգի լավագույն ֆուտբոլիստների համար դեպի մեծ ֆուտբոլ։
It's normal. We are friends. I met his friends. I was in his restaurant. Դա նորմալ է։ Մենք ընկերներ ենք։ Ես ընկերանում եմ նրա ընկերների հետ, ժամանակ անցկացնում ռեստորանում, ընթրում ենք, զրուցում։ Այսպիսով ինձ համար տարբերություն չկա ազգությունների միջև։ Ալբանացի, իսպանացի թե հայ, կան լավ եւ վատ մարդիկ։ Օրինակ նա լավ մարդ է։ Մեր հայրենակցի հայանպաստ գործունեության մյուս կարևոր ուղղությունը հայրենիքում ներդրումներ կատարելն է։ Վերջերս նա որպես գործարար Հայաստանում հիմնեց Մաքսոն իսպանական ընկերության Մաքսոն Արմենիա մասնաճյուղը, ստեղծելով բազմաթիվ աշխատատեղեր։ Նրա համար երկիրը ուժեղ տեսնելու լավագույն միջոցը հենց տնտեսության զարգացումն է։ Խորհուրդ կտակ հենց Կարպեցի երիտասարդությանը։ Կարպեցի երիտասարդության ընդհանրապես վատ բան չի, դուրս գան իրանց կյանքը դասավորեն թե դրսում, թե կարողանան ինչ-որ լավ կրթություն ստանան, հետ վերադառնան Հայաստան։ Ես կողմ եմ, որ մարդիկ կարողանան զարգացում ունենան, իրանց կրթականին հետևեն ու դա կյանքի փորձ է։ Ոչ մեկ չգիտի ինչ կարա լինի վաղը միսօր, բայց շատ գովելի է, եթե մարդը կարող է դուրս գա ու դրսում ինչ-որ մի բանի հասնի, դա իմ համար գովելի է։ Ամենակարևորը Հայաստանում խաղաղ լինի, արժանապատիվ խաղաղություն, դա շատ կարևոր է։ Ու միշտ կապույտ երկինք, լիքը արև։ Արման Մայելյանը հայկական այն ներուժի կրողն է, ում համար հայրենիքին նվիրված լինելը ոչ թե պարտականություն է, այլ էություն։ Այսպիսին էր հայկական ներուժը, այսպիսին էր մեր հայրենակից Արման Մայելյանը։